Մոսկվայի ճակատամարտը երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին ամենավճռական ճակատամարտն էր։ Խորհրդային միության մայրաքաղաքը ռազմավարական նշանակություն ուներ, պատերազմի ելքը պայմանավորված էր Մոսկվայի համար մղվող ճակատամարտի ելքից։ Խորհրդային միության մարշալ Գեորգի Ժուկովն իր հուշերում գրել է. «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ եմ ամենաշատը հիշում անցյալ պատերազմից, ես միշտ պատասխանում եմ Մոսկվայի համար ճակատամարտը։ Հիտլերի պլանների համաձայն խորհրդային պետության մայրաքաղաքը պետք է տապալվեր բանակային խմբավորման կենտրոնի վճռական հարձակման միջոցով, որի կոդային անվանումը Թայֆուն էր։ Այս ճակատամարտում հաղթանակը ջնջեց գերմանական բանակի անպարտելիության առասպելը, կենաց ու մահու կռիվ էր տալիս Կարմիր բանակը հանուն Մոսկվայի եւ հանուն պատերազմի հաղթանակի երաշխավորության։ Ինչպես էր թշնամին պլանավորել ծնկի բերել Մոսկվան, ինչ տեղի ունեցավ այս ճակատամարտում եւ ինչպես չհաջողվեց դա։ 1941 թվականի հունիսին Հիտլերը պլանավորում էր 12 շաբաթում հաղթել Խորհրդային միությանը։ Դրա համար նա պետք է մինչև աշնան կեսերը գրավել Լենինգրադը կամ Մոսկվան, իսկ մինչև ձմեռ հաղթեր ռուսական հիմնական ուժերին։ Սեպտեմբերին գերմանական բոլոր ուժերը կենտրոնացան Մոսկվան գրավելու վրա։ 1941 թվականի սեպտեմբերի 19-ին Մոսկվայի գրավման օպերացիան, որը մշակվում էր վաղ աշնանից, ստացավ Թայֆուն ծածկանունը։ Գիտակցելով Մոսկվային սպառնացող վտանգի մասին, Խորհրդային միության ուժերը սկսեցին մի շարք պաշտպանական գծեր կառուցել քաղաքի շուրջ։ Մոսկվայի ճակատամարտը մղվել է երկու շրջանով՝ պաշտպանողական եւ հարձակողական, որը բաղկացած էր երկու ենթափուլից՝ հակահարձակում եւ խորհրդային զորքերի ընդհանուր հարձակում։ Այդ օպերացիայում 1941 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1942 թվականի ապրիլի 20-ը կռիվ են տվել Խորհրդային միության եւ Երրորդ Ռեյխի ավելի քան 3 միլիոն զինվորներ եւ սպաներ, որոնցից գրեթե 1.5 միլիոնը նահատակվել է։ Սեպտեմբերի 26-ին բանակային խմբավորման կենտրոնի հրամանատար գեներալ Մորից Ֆեդոր ֆոն Բոկը ստորագրել է Մոսկվայի վրա հարձակման թիվ 16-20-41 հրամանը։ Սեպտեմբերի 30-ին առաջինը հարձակման անցավ Վերմախտի երկրորդ պազներ խումբը Գուդերյանի հրամանատարությամբ։ Այս ամսաթիվն է համարվում Մոսկվայի համար ճակատամարտի սկիզբը։ Հակառակորդը Մոսկվա նետեց ավելի շատ տանկային եւ մոտոհրաձգային դիվիզիաներ, քան օգտագործեց 1940 թվականի մայիսին Ֆրանսիայի, Բելգիայի եւ Նիդերլանդների դեմ միասին։ Խորհրդագերմանական ճակատում կենտրոնացված ընդհանուր ռազմական ուժից տանկերի 75%-ը, անձնակազմի 42%-ը, ականանետերի եւ հրացանների 33%-ը, ինքնաթիռների մոտ 50%-ը ուղղված էին դեպի Խորհրդային միության մայրաքաղաք։ Ընդհանուր առմամբ Մոսկվայի ճակատամարտին մասնակցել է ավելի քան 7 միլիոն մարդ։ Սա ավելին է, քան Բերլինի գործողության մեջ ներգրավվածների թիվը, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ճակատամարտը, եւ ավելին է, քան թշնամու ուժերի թիվը ռազմաճակատի արևմտյան հատվածում Նորմանդիայի վայրեջքից հետո։ Մոսկվայի ճակատամարտում, ինչպես պատերազմական գոտու բոլոր խոշոր ճակատամարտերում, Հիտլերը պլան ուներ՝ հստակ, գծված եւ նպատակադրված։ 1941 թվականի սեպտեմբերի սկզբին Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ մինչև ձմռան սկիզբը անհրաժեշտ է ոչնչացնել խորհրդային բանակները, որոնք պաշտպանում էին Մոսկվայի ուղղությունը, թուլացնել ոչնչացնել դրանք եւ գրավել Մոսկվան։ Ամենաշոգ օրերին, երբ թշնամին գտնվում էր Մոսկվայի ամենամոտ մոտեցման վրա, ավելի քան 100,000 մարդ գրանցվեց ժողովրդական միլիցիայի դիվիզիաներում։ Միևնույն ժամանակ 250,000 մոսկվացիներ հակատանկային խրամատներ էին փորում։ Նրանք հիմնականում կանայք եւ դեռահասներն էին։ Գերմանացիները մտադիր էին հարձակումներ կիրառել, որոնց հաջողության պարագայում կշրջափակեին Մոսկվան հյուսիսից եւ հարավից, եւ մայրաքաղաքը ստիպված կլիներ հանձնվել։ Գերմանացիների կողմից Խորհրդային միության հարձակումից հետո հարձակվող կողմի համար գլխավոր խնդիրը Մոսկվայի գրավումն էր, որը պայմանավորված է Մոսկվայի ունեցած նշանակությամբ։ Մոսկվան ուներ թե ռազմավարական նշանակություն, գտնվում էր կարևոր խաչմերուկում, Մոսկվան նաև բարոյական առումով կարևոր դեր է խաղում եւ ըստ էության Մոսկվայի գրավումով երկրի մայրաքաղաք կորցնելով խորհրդային միությունը ըստ գերմանական հաշվարկների պետք է իրեն պարտված ճանաչեր։ Եվ դրանով պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Մոսկվայի վրա թե գերմանացիները, թե խորհրդային միությունը մեծ ուժեր կենտրոնացրեց։
Բայց իրականում Մոսկվայում լուրջ դիմադրություն կազմակերպեց եւ առաջի խոշոր ճակատամարտը ստեղծության տեղ ունեցավ Մոսկվայի պատերի տակ։ Գուդերյանի տանկերի հոկտեմբերյան առաջխաղացումը մի քանի ուղղությամբ էր։ Մեր մոսկովյան 4 ամրացված տարածքները ենթարկվեցին գերմանացիների ամենադաժան հարձակումներին։ Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքի հեռահար պաշտպանությունը փաստացի փլուզվեց։ Հոկտեմբերի 12-ին սկսեցին ստեղծվել Մոսկվայի պաշտպանական գոտու հարակից գծերը։ Իսկ հոկտեմբերի 15-ին սկսվել է Մոսկվայից կարևորագույն կառույցների տարհանումը։ Արևմտյան ճակատը ղեկավարում էր Գյորգի Ժուկովը, իսկ Կալինինի ճակատը ստեղծվեց 4 բանակներից Իվան Կոնևի հրամանատարությամբ։ Խորհրդային զորքերի հակագրողները Կալինինի շրջանում հետ քաշեցին 3-րդ Պազներ խմբի ուժերը Մոսկվայից հյուսիս, իսկ Տուլայի հերոսական պաշտպանությունը կապեց գերմանական ուժերին հարավում։ Դեկտեմբերի սկզբին գերմանացիները ներխուժեցին մայրաքաղաք Ապրելիևկայի շրջանում եւ Խիմկիում, բայց Խորհրդային Միության բանակների հակահարձակումները ստիպեցին հակառակորդին նահանջել, իսկ դեկտեմբերի 5-ին Կարմիր բանակը հաջողությամբ ավարտեց Մոսկվայի ճակատամարտի առաջին պաշտպանական մասը։ Խորհրդային բանակը մոտ կես միլիոն մարդու կյանք է զոհել։ Դեկտեմբերի սկզբին խորհրդային բանակը ոչ միայն կասեցրեց ֆաշիստների հարձակումը, այլև կարողացավ լուրջ հակահարձակում կազմակերպել։ Պետք է նշել, որ Գերմանիան Մոսկվայի գրավման համար հսկայական ուժեր է կենտրոնացրել, մոտավորապես 1.8 միլիոն մարդուժ եւ գումարած հազարավոր տանկեր, ինքնաթիռներ, ել չենք խոսում մյուս դրամաչափի ծանր տեխնիկայի մասին, հրետանու մասին եւ խորհրդային կողմի ուժերը գրեթե 2 անգամ քիչ էին։ 1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մերձակայքում սկսվեց խորհրդային զորքերի հակահարձակումը։ Կարմիր բանակին հաջողվեց տապալել Բլիցկրիգի պլանը։ Հերոսական ջանքերով գերմանական ստորաբաժանումները հետ շպրտվեցին մայրաքաղաքից։ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը հիտլերյան զորքերը հետ է մղվել Մոսկվայից բավական մեծ հեռավորության վրա։ Վերմախտի զորքերին Մոսկվայից հեռացնելը ոչ միայն ռազմական հաջողություն էր, այլ նաև մոտիվացիա, որ Խորհրդային Միության մայրաքաղաքը գրավելու հիմնական արշավն ավարտվելու է Վերմախտի փառահեղ պարտությամբ։ Այս հաջողությունից հետո խորհրդային զորքերը հետքայլ չէին անելու։ Մոսկվայի ճակատամարտը գերմանական հրամանատարությանը հասկացրեց, որ Բլիցկրիգի հույսերը չեն իրականացել։ Գեներալ Գյունթեր Բլյումենտրիտը գրել է. Գերմանական քաղաքական առաջնորդների համար այժմ կարևոր էր հասկանալ, որ Բլիցկրիգի օրերն անցյալում էին։ Գերմանացի շարքայինը իր կնոջը նամակ է գրել, որը պահպանվել եւ հայտնաբերվել է ճակատամարտից տարիներ անց։ Այստեղ դժոխք է, ռուսները չեն ուզում հեռանալ Մոսկվայից, նրանք սկսեցին առաջ շարժվել։ Ամեն ժամը մեզ համար սարսափելի նորություններ է բերում։ Ես խնդրում եմ ձեզ, դադարեցրեք ինձ գրել մետաքսի եւ ռետինե կոշիկների մասին, որոնք ես խոստացել էի ձեզ բերել Մոսկվայից։ Հասկացեք, ես մահանում եմ, ես դա զգում եմ։ Սեպտեմբերին սկսված հակահարձակման ժամանակ խորհրդային զորքերն ունեին 1000 ինքնաթիռ, 774 տանկ, 415 հրթիռային հրետանային միավոր եւ գրեթե 8000 հրացան եւ ականանետ, մինչդեռ գերմանացիներն ունեին առավելություն կենթանի ուժով։ Այս ռեսուրսների բացը խորհրդային հրամանատարությունը լրացնում էր հնարամտությամբ։ Օրինակ, օդապարիկները լայնորեն օգտագործում էին Մոսկվայի ճակատամարտում։ Հարյուրավոր փուչիկներ կախված էին Մոսկվայի երկնքում, ինչը դժվարացնում էր գերմանացիների համար թիրախային ռմբակոծություններ իրականացնելը։ Դեկտեմբերի 7-ին օդային արգելապատնեշներից մեկի մոտ փուչիկի մալուխ է կոտրվել։ Հրամանատար սերժանտը բռնել է այն եւ մի քանի րոպեում հայտնվել 1500 մետր բարձրության վրա։ Չնայած ցրտին ու քամուն, սերժանտը կարողացել է հասնել օդապարիկի պատյանին եւ հատուկ փականի միջոցով բաց թողնել գազը։ Սերժանտի հետ օդապարիկը վայրեջք է կատարել օդային արգելապատնեշից 110 կիլոմետր հեռավորության վրա։ Թանկարժեք տեխնիկան խնայելու հարցում ցուցաբերած խիզախության համար սերժանտը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մայրաքաղաքի քողարկման հերթական խորամանկ գաղափարը կեղծ շենքերի կառուցումն էր։ Թշնամուն ապակողմնորոշելու համար կառուցվեցին կեղծ քաղաքային թաղամասեր։ Օրինակ, Կարմիր հրապարակում հայտնվեցին արհեստական փողոցներ, Կրեմլի պատերին ներկեցին տների պատերը, իսկ Դամբարանը դաշտը վերածվեց երկհարկանի տանիքով տան։ Հատկանշական է, որ բոլոր սխրագործությունները հաճախակիացել են հենց դեկտեմբերին։ Սա է վկայությունը, որ գերմանական զորքի հանդեպ առավելությունը նաև հոգեբանական նշանակություն ուներ։ Խորհրդային զորքերի ակտնակը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով։ Հետաքրքիր նշանաբան կար Մոսկվայի պաշտպանության համար,
Ռուսաստանը մեծ է, բայց մենք նահանջելու տեղ չունենք, հետևում Մոսկվան է։ Այս տրամաբանությամբ կարողացան այս նշանաբանով կարողացան իսկապես կազմակերպվել եւ բեկում մտնել պատերազմում եւ Մոսկվայում տարած հաղթանակը ըստ էության մեծապես կանխորոշեց նաեւ պատերազմի ելքը։ Ճիշտ է, այլ ճակատամարտեր եղան Մոսկվայի ճակատամարտին հավասար, օրինակ Ստալինգրադի ճակատամարտը, բայց Մոսկվայի ճակատամարտը բարոյական առումով մեծ ողջավորություն հաղորդեց խորհրդային կողմին եւ խորհրդային կողմը անցավ հակարծակման։ Դեկտեմբերի 8-ին Հիտլերը հրաման տվեց ամբողջ գերմանական ճակատում պաշտպանության անցնելու եւ գրաված կարևոր շրջանները պահելու մասին։ Ի վերջո Կարմիր բանակը կարողացավ հետ մղել գերմանացիներին Մոսկվայից 100-ից 200 կիլոմետր հեռավորության վրա։ Վերմախտը ստիպված եղավ անցնել պաշտպանության։ Ամբողջովին ազատագրվեցին Մոսկվայի, Տուլայի, Ռիազանի մարզերը եւ այլ շրջաններ։ Մոսկվայի ճակատամարտում սովետական զորքերն առաջինն էին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որ պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիայի բանակին։ Մենք լուրջ պարտություն կրեցինք, գերմանական հարձակման ժամանակ ճգնաժամ է առաջացել։ Արձանագրել է գեներալ Գուդերյանը մեր մոսկովյան աղետից հետո։ Սա մեր առաջին ռազմավարական հաղթանակն էր Վերմախտի նկատմամբ։ Արձանագրել է մարշալ Ժուկովը նույն ժամանակահատվածում։ 1942 թվականի հունվարի սկզբին հակահարձակումն ավարտվեց, որի շնորհիվ ջախջախվեց թշնամու 38 դիվիզիա։ Այս ամենից հետո Հիտլերը պաշտոնից հեռացրեց ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին։ Հիտլերը շատ ծանր տարավ Մոսկվայում գերմանական զորքի պարտություն եւ դրանով պայմանավորված, որ ինքը նաեւ որոշակի փոփոխություններ մտցեց իր բանակում, Գուդերյանին հանեց իր զբաղեցած պաշտոնից, բայց դա ամեն դեպքում չփոխեց պատերազմի եւ ճակատամարտի ելքը։ Բայց հենց այս ճակատամարտն էր, որ հոգեբանորեն նշանակալից դարձավ երկրի ողջ բնակչության համար։ Ոչնչացվեց ֆաշիստների անպարտելիության, նրանց բանակի հզորության առասպելը։ Կայծակնային պատերազմի պլանը փլուզվեց նույնիսկ գերմանացիների աչքերում։ Գերմանական ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Ֆրանց Հալդերը ասել է. Գերմանական բանակի անպարտելիության առասպելը ջախջախվել է։ Ամառվա սկզբին գերմանական բանակը նորից հաղթանակներ կգրանցի Ռուսաստանում, բայց դա չի վերականգնի իր անպարտելիության առասպելը։ 1944 թվականին սահմանվեց Մոսկվայի պաշտպանության համար մեդալ, որը հետագայում շնորհվեց քաղաքի ավելի քան 1 միլիոն պաշտպանների։ Այս ճակատամարտի գլխավոր արդյունքն այն էր, որ հսկայական կորուստների գնով խափանվեց գերմանական բլիցկրիգի ծրագիրը։ Գերմանիայի եւ Խորհրդային Միության միջև պատերազմը կայծակնային արագությունից վերածվեց ձգձգվողի։ Այս ճակատամարտում էր, որ Հիտլերը ստիպված եղավ հաշվի առնել այն փաստը, որ իր առջև կանգնեց մի բանակ, որն առնվազն Վերմախտից թույլ չէր։ Պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը Յոսիֆ Ստալինը որոշեց, որ չպետք է Մոսկվայից հեռանա եւ դա նույնպես կարևոր ոգևորիչ նշանակություն ունեցավ բանակի համար։ Մոսկվայի ճակատամարտում թշնամին կորցրեց ավելի քան 400,000 զինվոր, ավելի քան 1300 տանկ եւ 2500 հրացան եւ զրահատեխնիկա, որոնց թիվը կազմում էր 15000։ Մոսկվայի ճակատամարտի ժամանակ Հիտլերի ռազմական տրիբունալները դատապարտեցին 62000 զինվորի եւ սպաների դասալքության, չարտոնված հեռանալու եւ անհնազանդության համար։ Միաժամանակ 35 բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից։ Այսպես ձախողվեց կայծակնային պատերազմի հիտլերյան պլանը։ Մոսկվայի ճակատամարտին մասնակցել են նաև մեծ թվով հայեր։ Արևմտյան ռազմաճակատում աչքի ընկավ գնդապետ Մարտիրոսյանի գլխավորած 239-րդ հրաձգային դիվիզիան։ Մայոր Բաչոյանը, որը մոտորահրաձգային գնդի, ապա 146-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր։ Գնդապետ Գինոսյանի դիվիզիան, գնդապետ Ղազարյանի եւ փոխգնդապետ Մելիքյանի գնդերը։ Մոսկվայի ճակատամարտում հարավարևմտյան ուղղության զորքերի հրետանու հրամանատարն էր գեներալ լեյտենանտ Բարսեղովը, ռազմաճակատի հրետանու հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վելիքյանը։ Մարտերին մասնակցեց նաև այդ ժամանակ գեներալ լեյտենանտ Հովհաննես Բաղրամյանը, որը զորքերի հատուկ շարժական խմբի շտաբի պետ էր։ Մոսկվայի հայերից մարտերում աչքի ընկան Ալիբեկյանը, Կուլողլյանը, Մանուկյանը, հրետանային դիվիզիայի հրամանատար Վնուկովո կենտրոնական օդանավակայանի պարետ, գնդապետ Մելիքյանը եւ շատ ուրիշներ։
հայ ժողովուրդը ծանրագշիռ մասնակցություն ունեցել։ Իդե Մոսկվայի ճակատամարտն էլ 239-րդ դիվիզիայի հրամանատար ազգությամբ հայ գնդապետ Մարտիրոսյանն էր։ Բացի Մարտիրոսյանի ղեկավարած դիվիզիայից բազմաթիվ այլ դիվիզիաներում ու նաև հենց Մոսկվայում ապրող հայեր ծանրագշիռ մասնակցություն ունեցել Մոսկվայի ճակատամարտին։ Ճակատամարտը հաղթել է ոչ թե ռուս ժողովուրդ, այլ խորհրդային միության ժողովուրդները։ Սա պետք է շեշտել եւ սա ոչ թե վիրավորական է ռուս ժողովրդի հասցեն, այլ պարզապես գնահատակի խոսք է պատերազմին մասնակցած պատերազմը հաղթանակած բոլոր ժողովուրդների հասցեն։ Բայց պատերազմն ամբողջովին վերափոխել էր նաև Մոսկվան, ծաղկուն ու երջանիկ քաղաքի կյանքը ընդհատակում էր։ Մոսկվայի ճակատամարտի ժամանակ մայրաքաղաքի մետրոյում ծնվեց 217 երեխա, իսկ ընդհանրապես մետրոն դարձավ ընդհատակյա քաղաք, որտեղ գործում էին խանութներ, վարսավիրանոցներ եւ բնակչության սպասարկման այլ կետեր։ Կուրսկայա կայարանում նույնիսկ գրադարան կար։ Մոսկվայի ճակատամարտի ժամանակ քաղաքը հոսանքազրկելու մասին հրամանագիր կար։ Արգելվում էր միացնել բնակարանների, տների եւ փողոցների լույսերը։ Այնքան մութ էր, որ մարդիկ քաղաքում բախվում էին իրար, բայց դա օգնեց շփոթեցնել գերմանական օդուժին եւ անպարտելի պահել Մոսկվան։ Հայրենական մեծ պատերազմի գույժը Գյումրի հասավ այն ժամանակ, երբ Պետրոս Պետրոսյանն ընդամենը 10-րդ դասարանում էր սովորում։ Ապակա հետախույզին բնորոշ վճռականությամբ նա որոշել է կամավորագրվել ու գնալ պատերազմ։ Նրան բնականաբար մերժել են։ Մեծ անհամբերությամբ սպասել է, որպեսզի չափահաս դառնա, եւ հենց ծննդյան օրը կրկին դիմել է զինկոմիսարիատ ու հիշեցրել իր մասին։ Նրան ուղարկել են Թբիլիսիի հրետանային ուսումնարան, որտեղ մեկ տարին չբոլորած զինվորական կոչումով զորակոչվել է բանակ։ Ինձ ուղարկեցին Թբիլիսի, ավարտեցի Թբիլիսի военное училище, մի տարի ծառայեցի ու յալլա ռուխ քնացի։ Թբիլիսիից Պետրոսյանին ուղարկում են միանգամից Մոսկվա, երբ հիտլերյան թիրախում խորհրդային միության մայրաքաղաքներ։ Հենց Մոսկվայի ճակատամարտն էլ դարձել է նրա մարտական մկրտության մարտը։ Դասակի հրամանատար Պետրոսյանն անգամ հրաման տալու ձևը չգիտեր։ Պատերազմի ժամանակ կանգնած էր հրաման տալիս, ինչի համար նկատողություն է ստացել։ Կոմանդիր բատարայ ասում է տղա ջան, շուտ ներ պարկիր, էս ինչ է ասում է կանգնած կոմանդը է ստանում։ Օֆիցեր ես այնտեղ բանի պետ էի, կոմանդիր ադելենիի։ Նա վիրավորվել է Մոսկվայի մարտում, մոտ 2 ամիս բուժվել է ու մեկնել Ուկրաինա։ Հիմնականում Ուկրաինայում եղել եմ ու բոլոր փոքր քաղաքները գնացել եմ, հետո հասել եմ Գերմանիա։ Պետրոսյանի ռազմական ուղեծիրը շատ լայն էր՝ Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունգարիայից ու Չեխոսլովակիայից դեպի Բերլին։ Հենց այստեղ է տոնել հայրենական մեծ պատերազմի հաղթանակը եւ իհարկե Ռեյխստագի պատին պետք է գրեր իր ու սիրելի քաղաքի անունը։ Մոդեցել եմ արդեն այդ բանը կավիջը վրեն կրել եմ Գյումրեցի Պետրոս, Գյումրիից էլի մարդիկ կային, բոլորս ամեն իրանն էր կնում, Պողոս Կիրակոս ես կրում էր, իսկ ես կրեցի Գյումրեցի, Պետրոս Գյումրի, հա։ Մեծ հպարտությամբ է հիշում, պատերազմի ավարտից հետո նրան թույլ չէին տալիս վերադառնալ հայրենի քաղաք, բայց նա նպատակ ուներ ողջ մնալ պատերազմի ընթացքում, հաղթել պատերազմը եւ վերադառնալ Գյումրի։ Ես արդեն կապիտան էի, հա, շատ էին հարկում, ինձ սինուտաղ էին ժամանակ ես կանսեն խարավ եմ եղեսախ, հա, ինչ չէին ուզում, որ ծողնեինք ես կայ էստեղ, պատերազմը որ վերջացավ, ես արդեն իրավունք ունեի կնայի, ավելի ճիշտ այնտեղ գրված էր, ինձ պահանջել էին Լենինականից։ Բայց կապիտանի կոչումով պատերազմից վերադարձած Պետրոսյանին այստեղ սպասում էր պետանվտանգության մարմինը։ Ասում է հիմա հանգիստ կարող է պատմել, թե ինչպես միջազգային հարաբերությունների ուսանողին հավաքագրեցին պետանվտանգության ծառայությունում։ Ասում է հայրենիքին ծառայելուց դժվար էր հրաժարվելը։ Երբ արդեն Վերբովկեն ավարտեց, այն ժամանակ երբ արդեն համալսարանը ավարտեց, ու մի օր այդ անունը մեր տղետ կանչեց, թե մի բան ունեմ քեզ ասեմ, էլի, ասո չէ ասում է, կնակ մի անտաշարան դվան դեղա քեզ բան, կնացինք այնտեղ իրար հետ խամինց կերանք բան, հասավ ես ուզում եմ Վերբովկան եմ քեզից, նու այդ օրինական Զաբրովկա անեք, ոչ թե ուրիշ ինքն էլ Վերբովկա արեց ինձ, ասի հա անչի չէ,
որպեսզի օգուտա մասեցի Հայաստանին, пожалуйста, ենքան բաներ կա, լեզուներ գիտեմ, բան գիտեմ։ Շուրջ 20 տարվա հետախուզական գործունեության ընթացքում աշխատել է Լիբանանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իրաքում, Եգիպտոսում, ասում է իր կյանքի կես դարն է նվիրել պետական մարմիններում աշխատանքին։ Ամուսնացել է ու կնոջ հետ մեկնել աշխատանքի։ Թե ինչու էին իրեն անվանում 4 մայրցամաքի հետախույզ, հիշում է լեզուների իմացության եւ այլ հատկանիշների համար։ 102 ամյակի մասին հպարտությամբ է հիշում, թե ինչպես է անցել իր կյանքը։ Բնութագրում է մեկ բառով լավ, բայց նաև կատակում է։ Հիմա էլ նախկին տեսքը հոչ ունի։ 102 տարեկանս լավ է անցել, բայց այս վերջերս արդեն կամաց դու կորցնում ես այն ուժերը առաջվա։ Պարգևատրվել է Կարմիր Աստղի հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով, պետանվտանգության պատվավոր աշխատակից կրծքանշանով, բազմաթիվ մեդալներով։ Շուրջ 7 կիլոգրամ կշռող համազգեստը հպարտությամբ է կրում։ Այդտեղ իր տարիների աշխատանքի նկարագիրն է ու իր վաստակի գնահատականը։ Մոսկվայի ճակատամարտում հաղթանակը փոխել է պատմության ընթացքը ոչ միայն մեր երկրի, այլև ողջ աշխարհի համար։ Գերմանական ռազմական վերնախավն այս պատերազմում ոչ մի պատահական թիրախ չէր ընտրել։ Բոլոր ծրագրերը միտված էին պատերազմն արագ ու իրենց համար հաղթական ավարտին հասցնելու նպատակով։ Հուշերը, մենագրությունները, անգամ մեր ավագ սերնդի պատմությունները վկայում են, որ Մոսկվան հենասյունն էր պատերազմի, ոգին էր եւ ուժ էր մեկ այլ ճակատում կռվող զինվորի համար։ Հետևաբար այն նվիրումը, սերն ու քաջությունը, որը ցուցաբերվել է հանուն Մոսկվայի, չէր կարող ապարդյուն լինել։ Այդպես արդար չէր։ Ինչպես տեսակ, թայֆուններն անցողիկ են, իսկ Մոսկվան հավերժական է։